Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Օրը սկսվեց պաշտոնանկությամբ, ՊԱԱԾ տնօրենի պաշտոնին հրաժեշտ տվեց Արմեն Աբազյանը։ Փաշինյանը կարծում է, որ եկել է նրա հանգստանալու ժամանակը։ Մինչդեռ ընդդիմադիրների խոսքով Նիկոլ Փաշինյանը պետք է գնա հանգստանալու 7 տարի է, տանջվում է։ Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետեւ այս 4 ավելի մի րոպե 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում, կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չի։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն Վարդանյան։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել ին որևէ հանձնարարություն կատարել։ Պարոն Փաշինյան, Սամվել Կարապետյանի շուրջ ընթացող իրադարձությունները ինչու սկսեց, այսպես ասենք, արշավ բռնեցին այն հայտարարությունից հետո, որ արեց Կարապետյանը եկեղեցու մասին սկսվեց այդ ամբողջ այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության մասին էր եւ փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել եւ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ եւ ես չեմ հանդուրժի ընդհանրապես որևէ մեկի լեզուն պտտվի տենց բան ասի։ Գուցե դա պայմանավորվածանան է, որ ինքն էլ իր կյանքում ունի որոշակի կարմիր գծեր, որոնք արդեն իսկ հատվել են։ Սա ես չեմ կարծում, որ մեկ թեմայի հետևանք է, ես կարծում սա որոշակի կուտակված խնդիրների հետևանք է, որը արտացոլվել է կոնկրետ երեկվա իրադարձություններում։ Դուք ասում եք կարմիր գծեր, այս ընթացքում տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել։ Ինչ եք կարծում, այսինքն դուք կարծում եք, որ կոնկրետ ապօրինի ինչ-որ շատ լուրջ հրահանգ է իջեցվել, որը հանգեցրել է այս որոշմանը։ Եվ արդյոք այս տարիներին այդպիսի նախադեպ չի եղել եւ ինչու հենց այստեղ էլ երկգործեց։ Նախ մենք խոսում ենք ենթադրությունների մասին, որովհետեւ այն պաշտոնյան ում հետ տեղի ունեցա այդ ամենը ինքը որևէ բարձաբանում դեռևս չի ներկայացրել, որը մեզ հնարավորություն կտա շատ ավելի մանրամասն խոսելու։ Բնականաբար վերջին 5 տարիներին մեր եկեց շատ բան է տեղի ունեցել, օրինակ 23 թվականին Արցախի օկուպացիա է տեղի ունեցել, մեր երկրում արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել։ Մարդիկ քաղաքական ուժը կամ այն դերակատարները, որոնք հայտարարում էին, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո սկսեցին հայտարարել, որ Արցախը Ադրբեջանն է եւ վերջ։ Այսինքն այնպես չէ, որ ես ինքս անձամբ համարում եմ, որ սա կարմիր գծերի առաջին հատումն է եղել։ Գեղամ Մանուկյանը գաղտնազերծել է, թե ինչ է ասել Արմեն Աբազյանը պաշտպանության հանձնաժողովի նիստում։ Երբ որ ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին ասեցի որպես անվտանգության պատասխանատու, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է կուսակրոնությունը անվտանգության հարց է, գնահատում ես այդպես։ Պատասխանը շատ կարճ էր։ Այդ ճղճիմ թեմային չեմ ուզում անդրադառնալ։ Ու այդ օրը շատերիս համար պարզ էր, որ շուտով Արմեն Աբազյանը դառնալու է նախկին։ Սիրելի հայրենակից, այս 7 տարվա մեջ իրարը հաջորդ ԱԱԾ պետեր փոխելու ժամանակ արագ փոխվում էին։ Որևէ անգամ բացատրություն տվել է ամենաթափանցիկ աշխատողը, թե ինչի կատարվեց դա։ Տվել է պատերազմի ժամանակ Քյարամյանի հանելու պատասխան բացատրություն եղել է, Համբարձումյանի ու այսպես շարունակում բազմաթիվ առանցքային ուժային կառույցներ։ Իսկ ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր Արմենուհի Գյուրեղյանը խորհրդարանում աղոթել է, որ այս իշխանությունը հեռանա։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք Ավետյանս ամեն։ Լրություն դալիճուն, լրություն, չի կարելի, լրություն դալիճուն, լրություն, դաշինքից առնվազն մեկը գիդի հայր մերը, մի մասը առնվազն, գիդի, մի բան արեք, Գևորգ Պապյան, համեցեք, դե լրիվ չասեց, որտեղ լրիվ չեն սովորել, ես առաջարկում եմ հաջորդ անգամ ամբողջ ասել, Տիկին Գյուրեղյան, ինձ մի ասեք ես, տեղից մի խոսացեք, ինչ,
Մի խոսացեք տեղից։ Ես կորոշեմ մեկնաբանեմ, չմեկնաբան։ Վերադարձեք հայրմերը սովորելու տրամաբանությանը։ Խնդրեմ, պարոն, լռություն։ Հենց սովորեք հայրմերը կգաք։ Հայրմերը կսովորեք, խնդրեմ։ Սամվել Կարապետյանը մեծ հեղինակություն ունի և նրա հայտարարություններում իշխանությունը վտանգ է տեսնում, կարծում է պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը։ Կարապետյանի փաստաբանի խոսքով գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Մենք այստեղ ենք վկայելու մեր սերը, մեր հավատարմությունը, մեր նվիրումը։ Այն մարդկանց, ովքեր կրում են այդ արժեքները։ Այստեղ եմ նաև, որ բերեմ, փոխանցեմ Ռուսաստանաբնակ 100 հազարավոր հայորդիների զորակցությունը։ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնում է Թուրքիա, այցի օրակարգը դեռ հայտնի չէ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վարչապետը մանրամասներ չի հայտնել։ Վստահեցրել է, որ համատեղ հայտարարությունն է լինելու։ Փաշինյանը փարատել է հանրության մտահոգությունն ու հայտարարել Իրան-Իսրայել պատերազմով պայմանավորված Սյունիքի մասով անհանգստանալու պատճառ չկա։ Անվտանգության խորհրդի նիստ պարբերաբար է հրավիրվում, ասենք օրինակ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կամ ամսվա ընթացքում երևի 4-5-6, բայց հաղորդագրություններ չեն լինում, բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, մի րոպե, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, ես այդ հայտարարությունները համարում եմ չհիմնավորված և Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը և ինչպես ասել եմ, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Իսկ Ալիևն այդքան լավատես չէ, Բաքվի բռնապետը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունքը, քանի որ դա կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների ապահովման համար։ Իրանը անցնում է պատժիչ գործողությունների, ահա այսպիսի տեսք ունի Թել Ավիվը առավոտյան իրանական հարվածներից հետո։ Իրանի պետական լրատվամիջոցները հրապարակել են փոքր չափի միջուկային մարտագլխիկի կադրերը, դրանք մակագրված են հնարավոր է արտահայտությամբ։ Թելեգրաֆը հայտնում է, որ Իսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ։ Յուրաքանչյուր թռիչքի ժամանակ ինքնաթիռը ուղևորվել է դեպի արևմուտք և Իրանին մոտենալիս անհետացել ռադարներից։ Թռիչքների պլաններում ամեն անգամ Լյուքսեմբուրգը նշված է եղել որպես վերջնական նպատակակետ, սակայն ինքնաթիռներն ըստ երևույթին երբեք չեն հասել Եվրոպա։ Թեհրանի վրայով անցավ տորնադո, X-ում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Կացը։ Իշխանության խորհրդանիշները ռմբակոծվում և ոչնչացվում են, ահա թե ինչպես են փլուզվում բռնապետությունները, նշել է նա։ Իսրայելի լրտեսների գործերը քննելու և պատիժ են սահմանելու կարճ ժամանակահատվածում իրանական սոցցանցը ողողված է արհեստական բանականությամբ գեներացված լուսանկարներով Իսրայելի գործակալներին հրթիռների հետ Թել Ավիվ ուղարկելու սպառնալիքով։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակում կարդում ենք, ինչու դեմ քվեարկեցիք ձեր իսկ հեղինակած նախագծին, երբ ընդամենը րոպեներ առաջ Աժամբյոնից հայտարարում էիք, որ սխալ է նախագիծը հետ կանչելը, ցիտում էիք Նիկոլ Փաշինյանին, որը դրական է վերաբերվել այդ նախագծին ու գաղափարին հարցրեցին ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Խոսքը բանակից փողով ազատվելու աղմկահարույց նախագծի մասին է։ Ես հավատարիմ եմ խմբակցությանը, դեմ չգնացի խմբակցության որոշմանը, բայց օրեր առաջ խմբակցությունը փակ նիստ էր արել եւ արտահայտել իր դիրքորոշումը, որ դեմ է եւ ձեզ էլ հորդորել էր հետ կանչել նախագիծը, սակայն դուք անմռունչ առաջ եք տանում
նախագիծը, որն օրեր առաջ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել։ Սարգսյանն ասաց, որ ինքն արդեն ամեն ինչ ասել է, գուցե Փաշինյանից եք SMS ստացել։ Ոչ, չեմ ստացել։ Նշենք, որ Հայկ Սարգսյանը նույնպես ցանկանում է ԿՊ վարչության անդամ դառնալ եւ ինքն առաջադրվել է անդամության թեկնածու։ Ընտրությունները կայանալու են ԱՇՆ ԿՊ համագումարի ժամանակ։ Ժողովուրդը գրում է, ինչքան մոտենում են 2026 թվականի ազգային ժողովի հերթական ընտրությունների օրերը, այնքան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում լարվում են ներկուսակցական հարաբերությունները։ ԿՊ խմբակցությունում գերլարված մթնոլորտ է տարբեր պատգամավորների միջև, մասնավորապես լարված են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ փոխհարաբերությունները։ Կարելի է ասել, Քոչարյանն այլևս համակիրներ չունի խմբակցությունում։ Բոլոր ԿՊ-ականները ամեն ինչ անում են, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը հաջորդ խորհրդարանում չլինի։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները պնդում են, որ երբ Քոչարյանը սեպտեմբերին ներկայացնի 44-օրյա պատերազմի չարչրկված զեկույցը, նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթաց կսկսվի։ Դրա համար էլ այդ զեկույցի խաբկանքով նա շարունակում է իր գործունեությունը, ինչքան կարողանա, այնքան երկար աշխատավարձ կստանա։ Մակրոնը TikTok-ում հրապարակել է G7 գագաթնաժողովից տեսանյութ ռուսական կապիբարա հիթի հնչյունների ուղեկցությամբ։ Եղանակ սպասվում է առանց տեղումների, եղանակ ջերմաստիճանը բարձրանում է 7 միշ։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը ու բաժանորդագրվում։